Այսօր այս սկանդալային անձը եւս մեկ սկանդալային հայտարարություն արեց, նա առանց սկանդալ ապրել չի կարող, իր reality show-ն պետք է ամեն օր ինչ-որ նոր սերիալ լինի ու նա պետք է մեջը լինի, նա առանց ուշադրություն հրավիրելու չի կարողանում այս մարդը ապրել։ Նոր սկանդալային բացահայտում, պարզվում է, որ նա հակառակվում է Հռոմի պապին, ասում է ոչ, մենք չենք ուզում զոհ լինենք, ինչ-որ տես բան կարդացի, ես իր ձենը չեմ կարող լսեմ։ Մենք չենք ուզում նահատակ լինենք, չենք ուզում զոհ լինենք, ուզում ենք հաղթենք եւ ապրենք խաղաղ ձևով, ինչ-որ տես բան ասեց։ Դա հիանալի հայտարարություն էր, հիանալի։ Իդեպ իսկապես մենք չենք ուզում զոհ լինել, չենք ուզում նահատակվել, չենք ուզում պարտվել, պատերազմ սադրվել, այնպես անել, որ մեր երկրի վրա հարձակվեն, 5000 տղա սպանեն, Մեղրին հիմա հանձնված, տանեն մեզանից, Ղարաբաղը տանեն, մեր եկեղեցիները քանդեն, գերեզմանոցները քանդեն, եւ այդ ամեն ինչը արել ես դու։ Մեզ պատերազմ բերել ես դու, պատերազմը սադրել ես դու, բանակցությունները տապալել ես դու, Արցախը Հայաստանի եւ վերջ ասել ես դու եւ սադրել ես մեր թշնամուն։ Պատերազմի ժամանակ մեզ խաբել եք, որ մենք չկարողանանք կանգնեցնել այս պատերազմը, չհասկանանք ինչա կատարվում։ Սա պայմանավորված պատերազմ է։ Ինչքան գնում է, ես գալիս եմ այն եզրահանգման, որ իմ գործընկերները ճիշտ էին։ Սա դիտավորյալ է սադրել այս պատերազմը եւ դիտավորյալ է մեզ տարել դեպի պարտություն, որ մեր ժողովուրդը կոտրվի, որ մեր ժողովուրդը վախենա, որ ամեն անգամ սա ասի պատերազմ եք ուզում, ժողովուրդը ասի չէ, չենք ուզում ու հանձնի։ Մեղրին հանձնի, Սևլիճը հանձնի, Թավուշի գյուղերը հանձնի, Ջերմուկի բարձունքները հանձնի։ Հետո էլ նրանք արդեն իրար հետևից պահանջները գալիս են։ Հիմա պարզվում է մենք ենք ցեղասպանություն արել։ Տեսաք մենք քանի օր առաջ։ Պարզվել մենք ենք մեղավոր, որ ցեղասպանություն ա եղել, մենք ենք ադրբեջանցիներին ցեղասպանել։ Պատրաստվեք, հեսա կարող է փոխհատուցում խնդրեն։ Նա էլի կասի այո։ Բա ինչ ենք ցեղասպանել ենք, պետքա մուծենք։ Հիմա մեզանից այդ փողը երևի ուզելու են։ Էլ չասեմ, միլիոն անգամ ասել ենք, ադրբեջանցիները վերադառնալու են Սյունիք։ Դրանից հետո ոնց ենք ապրելու, մենք կտեսնենք։ Այո, մենք ուզում ենք խաղաղ ապրել, հանգիստ ապրել, առանց պատերազմի եւ առանց պարտության եւ առանց զոհ դառնալու։ Եվ այդ իսկ պատճառով պետքա որ այս խումբը հեռանա, որտեվ այս խումբն է բերել եւ պատերազմ, եւ պարտություն, եւ երկրի կորուստ, եւ նահատակ է 5000 հայ տղա է սպանել տվել, թաղել։ Մենք կոտրվեցինք ձեր պատճառով, մինչեւ ձեր իշխանության գալը, ձեր ստերը, որ մենք լսեցինք եւ հավատացինք։ Մինչև ձեր իշխանության գալը մենք ուժեղ էինք,